31 տարի Լոս Անջելեսում գործող Հայք թատերախումբը սիրով հրավիրում է ձեզ վայելելու Շունն ու կատուն մանկական ներկայացումը։ Ձեզ սպասվում է նոր ու ինքնատիպ բեմադրություն, կենդանի կերպարների և տիկնիկների մասնակցությամբ։ Գունավոր կերպարներն ու ուրախ երաժշտությունը կստեղծեն հեքիաթային մթնոլորտ, իսկ ուսուցողական պատմությունը կսիրվի թե փոքրիկների, թե մեծահասակների կողմից։ Ներկայացումը հագեցած է ժպիտներով, պարերով և բարի խորհուրդներով։ Շտապեք, տեղերը սահմանափակ են։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր եթերը սիրով նվիրում ենք մեր փոքրիկ հեռուստադիտողներին և իհարկե նրանց ծնողներին, քանի որ մշակութային շատ գեղեցիկ իրադարձություն է տեղի ունենալու արդեն հունիսի 7-ին ժամը 3-ին։ Հայք թատրոնը ձեզ է ներկայացնելու հանրաճանաչ և շատ սիրված Հովհաննես Թումանյանի Շունն ու կատուն մանկական տիկնիկային ներկայացումը և այսօր տաղավարում ես սիրով հյուրընկալել եմ թատրոնի հիմնադիր Գրիգոր Ալթունյանին։ Գրիգոր ջան, բարև ձեզ։ Բարև Դավիթ ջան, շնորհակալություն հրավերքի համար։ Ինչպես եք։ Ասեմ շատ լավ, փառք Աստծո, ինչքան գնում է, այնքան ավելի լավանում է։ Պայծառանում է։ Այո։ Բազմիցս խոսել ենք մշակութային կյանքի մասին, թե Միացյալ Նահանգներում, թե Հայաստանում, բայց սա կարծես թե մեր առաջին եթերն է համատեղ։ Համատեղ, այո։ Ահա, դրա համար ես ձեզ կխնդրեմ, որ մեր հեռուստադիտողներին, նրանք ովքեր ծանոթ չեն, փոքր ինչ ներկայացնեք ձեր գործունեությունը, խոսքը Հայք թատրոնի մասին է։ Որն էր նպատակը Լոս Անջելեսում մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիմնել թատրոն այս բարդ եւ դժվար պայմաններում։ Լավ, գնանք բավականին երկար տարի։ 30 տարի հետ, այո։ 30-31։ Լավ։ Գալով Ամերիկա մտածեցինք ինչով կարող ենք զբաղվել, իհարկե ընտանիք պահելու հարց կար, պիտի առաջերտին աշխատանքի տեղավորվել, որ կարողանաս ընտանիքդ ապահովես։ Դրանից հետո ժամանակ էր մնում, որոշեցինք ես ու կինս Սուսաննան ստեղել նորից բացել տիկնիկային թատրոն։ Եվ դա մեզ հաջողվեց, փառք Աստծո, առաջին ներկայացումն էր Ձախորդ Փանոսը։ Որ այսօր շատ ակտուալ է։ Հա։ Հենց Ձախորդ Փանոսով սկսեցինք։ Ձախորդ Փանոսով սկսվեց։ Հաջողություն բերեց Փանոսը, թե։ Դե, մինչև հիմա 31 տարի։ Ամենայն դեպս դրանով սկսեցինք, դրանից հետո բավականին շատ գործեր եղավ, շատ ներկայացումներ արեցինք, բեմադրություններ, ֆեստիվալներ, համերգներ։ Մի խոսքով այսօր հասանք այստեղ։ Իմիջիայլոց ասեմ, որ մեր ներկայացումը միայն տիկնիկային չի, կենդանի կերպարներ էլ կան մեջը։ Եվ շատ հաջող առաջագնում ու շատ լավ է։ Այսինքն լինելու է եւ տիկնիկային ներկայացում, խոսքը Շունն ու կատվի մասին է այս Եվ բaragայում։ տիկնիկներ են լինելու եւ կենդանի դերասաններ, եւ տիկնիկա լինելու եւ շուն եւ կատու, եւ կենդանի դերասան, եւ շուն եւ կատու։ Այդ համադրությունը հեշտ է անել։ Կարծում եմ դժվար չի։ Ես մի անգամ ձեզ տեսել եմ, ճիշտ ասած, ինչպես եք աշխատում, հա, եւ ուշադիր լսում եք ձեր ձայնը։ Դες ձայների վրա ուշադրություն եմ դարձնում շատ ու տեսնում եմ, թե ինչքան պրոֆեսիոնալ եւ գեղեցիկ կարողանում եք եւ ղեկավարել process-ը թատրոնի եւ մասնակցել որպես մասնակից։ Ձեր մասնակցությունը այս ներկայացման մեջ ո՞րն է լինելու։ Իմ մասնակցությունը այս ներկայացման մեջ, որ մի քիչ համեր ձևով ասեմ, ամեն ինչի ես եմ անում, բացի դերակատարների գործերից։ Դերակատարներից դեր կհյուրընկալենք տաղավարում։ Բացի դերակատարների գործից սցենարն ենք գրել, ձևափոխված իմիջիայլոց սցենար է, բավական կերպարներ են ավելացել մեջը։ Երաժշտական, ավելի շատ երաժշտականի վրա է հիմնած, ոչ թե օպերետ, երաժշտական ներկայացում։ Ավելի շատ պարեր կան մեջը, խաղեր կան մեջը, բավականին հետաքրքիր մոտեցումներ կա, հետաքրքիր լուծումներ կա։ Իմ կարծիքով շատ լավ է եւ երաժշտությունը եւ սցենարը եւ դերասանական խաղը եւ դեկորացիան եւ մի խոսքով հենց որ բարագույրը բացվի պիտի դառնա հեքիաթային մի հատ աշխարհ ու պիտի դառնա այն լորվա ձեր իմացած այն լորվա գյուղը շատ պրովոկացիոն հարց եմ տալու համեցեք մենք բնական է մեծացել ենք Թումանյանի հեքիաթների ներքո բնական է բոլորս էլ անչափ սիրում ենք եւ նորություն չեմ ասի, որ ասեմ Թումանյանը իմ կուրկն է եղել փոքրուց։ Արդյոք այսօր ակտուալ է սա։ Թումանյանը։
Թումանյանի Շունն ու կատուն եւ մնացած բոլոր մեր հայ հեղինակների գրվածներ ինչի հիման վրա ներկայացումներ են դրվում։ Մեր փոքրիկներին, մեր երեխաներին հնարավոր է արդյոք գրավել նույն Շունն ու կատու ներկայացմամբ։ Լավ։ Ես հիմա որոշ բան կասեմ, բայց հիմնական պատասխանը կտեսնենք ներկայացումից հետո։ Ամենաառաջի հերթին իմ կարծիքով պետք է կարողանալ ճիշտ մատուցել նյութը։ Առաջերտին պիտի նայես ինչ շրջապատ կա քո դիտողների ինչ շրջապատ կա, ասենք երեխաների քանի տարեկանից մինչև քանի տարեկան եւ մեծերը արդյոք կհասկանան ներկայացման հետ կապված կամ երեխաները կհասկանան ներկայացման հետ կապված խոսքերի իմաստը։ Իհարկե երեխաներին այդ խորը իմաստները չի հետաքրքիր, նրանց պետք չի, բայց գույներն է, չէ, երեխաներին հետաքրքիր։ Բայց ծնողները հաստատ կհասկանան այդ խոսքերի իմաստը, որովհետև սա միայն Շունն ու կատուն չի, սրա մեջ շատ բաներ կա, թաքնված, որ կգան կնայեն կհասկանան։ Մի հարց էլ ժամանակին ասում են, որ մեծերի գործերին դիպչել հարկավոր չէ եւ պետք չէ որևիցե փոփոխության ենթարկել։ Ես դրա կողմնակիցը չեմ, անկեղծ ասեմ, որովհետեւ ցանկացած ժամանակաշրջան ինչ որ փոփոխություններ է պահանջում, որպեսզի ավելի արդիական դառնա տվյալ նյութը եւ ավելի հասանելի լինի։ Այս դեպքում մեծերին ավելի կհետաքրքրի, որովհետև նրանք այն թումանյանական Շունն ու կատուն են սպասում անշուշտ, մեկ է տեսնում են ինչ որ ժամանակակից ներկայացում, ժամանակակից երգերով, չէ, եթե չեմ սխալվում։ Ոչ ժամանակակից, կա մեջը մի քանի բան ժամանակակից կարելի է համարել, բայց ընդհանուր ամեն ինչը մնում է լորվա կոլորիտ։ Եվ երաժշտությունը բարբարներ է լինելու։ Այո, բա ոնց, բարբարն է գլխավորը։ Բոլորը լորվացի, լորու մարզից է լինելու, հա, թե Շունը, թե կատուն, թե չէ։ Ձևականորեն այո։ Ձևականորեն այո, բայց իսկականից ոչ։ Հիմա դեռ խնդրում եմ ներկայացրեք ոնց պետք է, օրինակ այդ նույն Շունն ու կատուն հրավիրեն հանդիսատեսին ներկայացման։ Լավ, ասենց մի բան ասեմ Դավիթ ջան, նախ եւ առաջ սցենարի հետ կապված, որ ասեցիր մեծերի գործերին կպնել պետք չի, ես էլ եմ կողմ դրան։ Ես չեմ ասում։ Այդպես են ասում, ինչ որ ասում են, ես կողմ եմ, որ չի կարելի աղավաղել։ Բայց եթե հնարավորություն կա, որ կարող ես հասնել դրան մի քիչ գրելու ժամանակ, իմ կարծիքով կարելի է որոշ բաներ ավելացնել կամ պակսացնել, բայց ոչ հեղինակի, ոչ մի տեսակ միտք իրավունք չունես, ոչ կորցնես, ոչ աղավաղես։ Դեմա փորձեք հենց լոր բարբարով այո հրավիրել։ Լորվա բարբարով հրավիրելու մասին չգիտեմ, բայց հիմա փորձեմ ասեմ մի բան։ Երբ որ գրեցի, վերջացրեցի, մի հատ էլ կարդացի նորից, որովհետև երկար process է գրել է։ Մի հատ էլ նորից կարդացի, մի քիչ բարձր էի կարդում երևի, ձայնը դրսից լսվեց, մեկ էլ դռան զանգ։ Դուռը բացեցի, տեսա Թումանյանն է եկել։ Ասեցի, բարև ձեզ, ներս համեցի, ներս եկավ, ասեց մի բաժակ բանտիր խմենք։ 3 բաժակ կենացս խմեց գնաց։ Իմիջիալոց ինձ դուր է եկել ժողովրդին էլ հաստատ դուր կգա, բայց լորվա բարբարի հետ կապված դերասանները ձգտում են ու կարողանում են հասնել նրան, որ իրանց խոսակցականը լինի լորվա բարբարին մոտիկ։ Իհարկե մի քիչ ստեղ կարող է փախնի դեպի վրացական բարբարին, բայց միշտ աշխատում ենք շտկենք, հետ բերենք այդ լորվա բարբարին ու լավ է ստացվում, շատ լավ է ստացվում։ Բայց միամտությունը պահպանվել է, չէ։ Ամեն ինչը կգան կնայեն, կտեսնեն, կզգան, ամեն ինչը ճիշտ տեղը դրված է, ավելորդություն չկա, պակասություն չկա, մի քիչ ավելի ճոխացված ձևով է ներկայացված։ Դե այդպես էլ պետք է լինի։ Ներկայացումը է։ Հետո որ քանի որ երեխաների համար է, երեխաների համար մի քիչ եւ գույն է պետք, եւ երաժշտություն է պետք, եւ Համենայնիվ այն ինչ որ պետք է կա։ Ես ուզում եմ աֆիշը մեր ցուցադրել հեռուստադիտողներին, եւ կխնդրեմ ձեզ, որ ասեք, թե ինչպես կարելի է ձեռք բերել տոմսերը։ Հեռախոսի համարները որան գրված են, կարող են հեռախոսի համարներով զանգահարել։ Այո, 818 497 2543 կամ 818 471 3281։ Այս հեռախոսահամարներով կարող են զանգահարել, տոմսեր դեռ կան, եթե ճիշտ եմ հասկանում։ Այո, դեռ կան եւ մենք կարող ենք իրանց ուղարկել տոմսերը։ Հա, առաքման հարցնել եք լուծում փաստացի։ Վաու, հա, and full service, ինչպես ասում են։ Մոտավորապես։ Եվ վերջին հարցը, քանի որ հիմա մենք փոքրիկ անցում ենք անելու արդեն դեպի
նաև դերասանական կազմը մեր հարցազրույցի շրջանակներում 30 տարիների ընթացքում 31 տարի թատրոնը աշխատում է, գործում է, որքանով էր հեշտ հաղթահարել այդ բարդություններն ու դժվարությունները, ինչ գլխավոր խոչընդոտների եք հանդիպել։ Ես երկար տարիների ընթացքում ամենագլխավոր խոչընդոտը ադմինիստրատիվ աշխատանքային կից մասնակիցներ ունենալը պետք է։ Այսինքն խոսքը օգնականների ստեղծագործական խումբը իր գործը կատարում է, մենք ստեղծագործական խումբն ենք։ Շատ լավ կլինի, որ մեր կողքին հայտնվի ադմինիստրատիվ մի հատ խումբ կամ մի անձ, որ ինքը կարողանա ղեկավարել այդ ամեն ինչը, եւ շատ լավ կլինի դա։ Այսինքն դուք զբաղվեք բացառապես ստեղծագործելով։ Այո։ Ճիշտ եմ հասկանում, ահա։ Այդ նույն խնդրի առաջ գրեթե բոլոր արվեստագետներն են կանգնած, ցավոք սրտի այսօր արվեստը մի փոքր երկրորդ պլանին է մղված, բայց հուսամ, որ իրար սատարելով, իրար օգնելով մենք կկարողանանք որոշակիորեն գրանցել հաջողություններ, որովհետև եթե մենք խոսում ենք արդեն մեր դասականների մասին, լինեն դա գրողներ, կոմպոզիտորներ, էական չէ։ Այո, մենք պետք է պահպանենք, մենք պետք է տարածենք այս մշակույթը եւ փոքրիկների մեջ սերմանենք, որպեսզի նրանք ճանաչեն, սիրեն եւ գնահատեն։ Այո, Դավիթ, այո։ Շնորհակալ եմ անչափ։ Ես էլ եմ շնորհակալ։ Մենք արդեն գնանք գովազդային դադարի, որից հետո մեր զրույցը կշարունակենք ներկայացման մեր մյուս ներկայացուցիչների հետ։ Շնորհակալ եմ։ Մնացեք AMG հեռուստատեսության հետ, սիրելի բարեկամներ, քիչ անց կշարունակվի եւ մեր այսօրվա եթերը։ Երեսունմեկ տարի Լոս Անջելեսում գործող Հայք թատերախումբը սիրով հրավիրում է ձեզ վայելելու Շունն ու կատուն մանկական ներկայացումը։ Ձեզ սպասվում է նոր ու ինքնատիպ բեմադրություն, կենդանի կերպարների եւ տիկնիկների մասնակցությամբ։ Գունավոր կերպարներն ու ուրախ երաժշտությունը կստեղծեն հեքիաթային մթնոլորտ, իսկ ուսուցողական պատմությունը կսիրվի թե փոքրիկների, թե մեծահասակների կողմից։ Ներկայացումը հագեցած է ժպիտներով, պարերով եւ բարի խորհուրդներով։ Շտապեք, տեղերը սահմանափակ են։ Սիրելի հեռուստադիտողներ, վերադարձանք տաղավար, շարունակում ենք զրույցը մեր եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ հունիսի 7-ին ժամը 3-ին մշակութային շատ գեղեցիկ իրադարձություն է տեղի ունենալու մեր փոքրիկներին եւ նրանց ծնողներին եւ տատիկներին, պապիկներին անշուշտ ներկայացվելու է գեղեցիկ ներկայացում, խոսքը Հովհաննես Թումանյանի Շունն ու կատու տիկնիկային ներկայացման մասին է եւ ես զրույցս սիրով շարունակում եմ Հայք թատրոնի սցենարիստ ողնաշար այս պարագայում կարելի ասել, որովհետև թվարկել այն գործունեությունը, որը ծավալում է հարգարժան անձնավորությունը, ով այսօր սիրով հյուրընկալվել է մեր տաղավարում, խոսքը Սուսաննա Ալթունյանի մասին է։ Բարև ձեզ Սուսաննա ջան։ Բարև ձեզ։ Կարող եմ շատ երկար խոսել դրա համար, սենց սահմանափակեցի խոսքս երկու բառով։ Շնորհակալ եմ։ Այդպես ավելի լավ է։ Ընթացքում կծավալվենք անշուշտ։ Հայք թատերախմբի անդամ, դերասան, հաղորդավար Նաիրա Պողոսյան։ Ողջույն։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Որտեղից առաջացավ գաղափարը ներկայացնելու հենց Հովհաննես Թումանյանի Շունն ու կատուն։ Հարցը ինձ է վերաբերվում։ Կարծում եմ այո։ Կարծում եմ այո։ Միմյանց լրացնելով պատասխանել։ Ճիշտն ասած, Գրիգորին արդեն ներկայացրեցիք մեր ռեժիսորին, Գրիգոր Ալթունյանին, մի անգամ ինչ որ հոդված կարդաց եւ այդ հոդվածի հիման վրա ինքը որոշեց, որ գրի սցենարը գրի։ Իհարկե պատմությունը գրել է Հովհաննես Թումանյանը, սակայն սցենարը չկար։ Այդ պատմության հիման վրա որոշեց, որ սցենարը գրի եւ սցենարը գրելուց հետո, երբ որ կարդացինք, հասկացանք, որ շատ լավ է ստացվել։ Այդ իսկ պատճառով որոշեցինք ներկայացնել մեր անուշիկ հանդիսատեսին երեխաներին, որ նրանք եւս ծանոթանան, ինչու՞ չէ ծանոթանան մեր այսպես կարելի ասել աշխարհահռչակ, արդեն կարելի ասել Հովհաննես Թումանյանի գործերից Շուն ու կատվի հետ։ 30 տարուց ավելի միասին ստեղծագործում, միասին աշխատում, միասին ապրում։ Վեճերը շատ են լինում։ Ոչինչ, մենք հարմարվում ենք։ Բնականաբար պիտի լինեն, բայց ամեն դեպքում հարթվում են այդ ամեն ինչը, երբ որ աշխատանքը ավարտում ես եւ հաջողությամբ ես ավարտում։ Իսկ եթե սենց ավելի անկեղծանանք,
բնականաբար արվեստագետների շրջանակում անպայման ինչ-որ մեկը զիջման է գնում, որովհետև ծնվում են հանճարեղ լավ գաղափարներ եւ մտքեր, եւ երկու արվեստագետ մի տանիքի տակ անշուշտ մեկը մյուսին չի ուզում զիջի, ով է ձեզանից զիջողը։ Այս դեպքում մենք իսկապես մեկս մյուսին զիջում ենք եւ ընդունում ենք մեկս մյուսի խորհուրդը։ Եվ ճիշտը դա է կարծում եմ, երբ որ խորհուրդ ես ստանում եւ խորհուրդ ես տալիս, եւ դրա հիման վրա մեր աշխատանքը ստացվում է։ Կարող եմ ասել, որ դուք լրացնում եք միմյանց։ Այո։ Հրաշալի է։ Նաիրա ջան, ձեզ եմ ուզում խոսքս ուղղել, ինչպես հայտնվեցիք թատրոնում։ Մի անգամ բախտ է ինձ վիճակվել այդ մասին պատմելու, հիմա է ձեր հաղորդման շրջանակում ասեմ, այո։ Ինձ մեր դերասանուհիներից մեկը ասաց, Իվետան Եդեգարյան, գնում եմ քաստինգի, կգաս ինձ հետ։ Ասեցի կգամ, գնացի եւ սիրահարվեցի այս խմբի վրա, որովհետև ընդունեցին ինձ շատ լավ, շատ ջերմ։ Ես նոր եմ այստեղ Ամերիկայում, ինձ շատ դժվար է այստեղ հարմարվել է։ Որքան ժամանակ։ 4 տարի դեռ։ Եվ այս ընտանիքը դարձավ իմ ընտանիքը, ովքեր ինձ ուժ են տալիս, ես այստեղ ինձ լավ զգամ, այսպես ասեմ, զգամ Երևանում, դուռը բացում եմ, ես Երևանում եմ, հետո բացում եմ տուն գնալուց հասկանում եմ, որ ես Երևանում չեմ, այդ մթնոլորտն է։ Իսկ տվյալ ներկայացման մեջ ձեր դերակատարությունը որն է։ Տվյալ ներկայացման մեջ ես հեղինակն եմ, նաև հեղինակը այնտեղ Ագրավն է։ Տվյալ դեպքում Ագրավն եմ ես։ Այդպես իսկ մնացյալը թող երեխաները գան, տեսնեն, կարծում եմ մեծ բավականություն կստանան եւ շատ ուսուցողական ներկայացում է եւ ամենագլխավորը ինձ համար, որ մեր ներկայացման մեջ ներգրաված են նաեւ երեխաներ, այսինքն մեր փոքրիկ դերասանները եւս խաղում են եւ դա շատ կարեւոր է, ինձ համար կարեւոր է, որտեւ ես գիտեմ, որ երեխան, երբ որ հանդիսատես երեխան տեսնում է իր նման երեխաների խաղալուց, նրանք ավելի են հետաքրքրվում, իրենք էլ են ուզում հայտնվել այդտեղ ու ավելի հետաքրքիր է դառնում ներկայացումը։ Կարծում եմ, որ լավ ենք աշխատել եւ լավ արդյունք կտանք։ Այստեղ համադրվում է, ինչպես հասկացա, նաև հաղորդավարական ջիղը ձեր։ Կարողանում եք թե որպես հաղորդավար ներկայանալ եւ այս պարագայում նաև ստանձնում եք ձեր իսկ մասնագիտականը ներկայացման մեջ։ Այո։ Ահա։ Այսպիսի մի հարց։ Որքանով է, եթե ասենց մի փոքր խորանաս, այսօր ժամանակակից հաղորդավարության մեջ անպայման ինչ որ էլեմենտներ պետք է ավելացնել, ոչ հարիր ցավոք, որպեսզի գրավես հանդիսատեսի եւ հասարակության ուշադրությունը։ Որքանով է դա ստացվում։ Եվ կարելի ասել արդյոք ստացվում է կամ ոչ։ Շատ լավն էր հարցը, շնորհակալ եմ։ Այ ստացվում է թե ոչ, ինձ համար մի քիչ դժվար է, որովհետեւ մեկ ես ինչ որ բան անելուց ասում նյութը ես այդքան հին եմ, որովհետեւ այդ խոսքը, որ ուղղակի հաղորդավարական խոսքը հիմա պետք չի։ Ես հասկացել եմ դա, ցավոք, որովհետեւ ավելի ուրիշ, ես հասկանում եմ նաեւ, որ ժամանակները փոխվում են, ամեն ինչը հասկանալով, որ պետք է ժամանակակից բառեր, ժամանակակից տերմիններ, շարժումներ, հագուկապ, բայց չգիտեմ, երևի իսկապես հին եմ ես, չգիտեմ, ես խոսքը կա ակադեմիական դպրոց։ Այո, եւ կա ժամանակակից, որն այսօր ավելի ընդունելի է հասարակության համար, բայց դեռ ոչ ոք չի ասել, որն է լավ։ Լավ, այ դա, ինձ մոտ դեռևս չի ստացվում, որտեղ շատ բաներ լինում են, երբ որ ես եկա այստեղ, ստացա մի առաջարկ, որից պետք է հրաժարվեի, որովհետև չէի կարող դա անել, բայց չգիտեմ, միգուցե հետո ես փոշմանեմ, հասկանամ, որ դու իսկապես հետ ես մնացել։ Եթե ուզում ես առաջ գնալ, ուրեմն պետքա շարժվել ժամանակի համար։ Գուցե ճիշտ է սեփական ես ինչը դավաճանելը։ Դեռևս չեմ դավաճանում, չգիտեմ։ Որովհետև եթե հիմա մենք խոսում ենք մասնակիորեն շունն ու կատու ներկայացման մասին, մենք ունենք ժամանակակից էլեմենտներ, բայց մենք չենք դավաճանում Ոչ, այո։ Բուն ներկայացմանը, բուն գրվածին եւ ամենին։ Եվ կոպիտ ասած նորացնում ենք եւ ավելի հետաքրքիր ենք դարձնում, որպեսզի հանդիսատեսն էլ ավելի մեծ բավականություն ստանա ներկայացումը դիտելիս։ Այո, միանշանակ համաձայն եմ։ Ուղղակի մի կողմից շատ ցավալի չեմ ուզում լրջացնել ավելի, բայց շատ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ ինչ որ մի ներկայացում կլինի, թե հաղորդում կլինի, թե չգիտեմ ինչ որ մի բան կլինի, որը ճակերտավոր շատ մեծ բում է բարձրացնում, զարմանում ես, լավ, այդքան մեծ գումարներ տալիս են, գնում են մարդիկ, իսկ երբ որ ուզում ես մի հետաքրքիր, իսկապես ուսուցողական, իսկապես, չգիտեմ, պետք մեր երեխաներին պետք է այսօր հեքիաթ։ Մեր կյանքում հեքիաթը շատ է պակասել։ Չգիտեմ, մեր մանկության ժամանակ ուրիշ էր։ Հիմա ուզում եմ, որ երեխաները ու այստեղ մեծերի գործոնը շատ
շատ կարևոր է, որ մեծերը իսկապես երեխա են, հատկապես այստեղ օտար երկրում։ Երեխան կա, շատ երեխաներ չգիտեն այլ տեխնիկային է ինչ է։ Չեն պատկերացնում, իրականում չեն պատկերացնում։ Եվ որ ասում ես տեխնիկային թող գան, ասում եմ, իրանք չեն սիրի, դուք բերեք կտեսնեք, որ կսիրեն, որովհետև այստեղ կա եւ երաժշտություն, եւ խաղ, եւ հումոր, եւ ամեն ինչ, եւ գույներ։ Երեխային ինչ է պետք, գույներ, ծիծաղ, չգիտեմ, պետք է մեծերը շատ պետք է աշխատեն, որ իրենց երեխան, ես շատ ուրախ եմ, այստեղ Ամերիկայում շատ եմ հանդիպում, շատ տոմսեր են վաճառվում, տարբեր թատերախմբեր դնում են տարբեր ներկայացումներ, ուրախ եմ դրա համար, բայց ծնողները պետք է ակտիվ աշխատեն։ Իդեպ պիտի խոստովանե, որ շատ տարիներ առաջ, երբ նայում ենք դեռ կենտրոնական Ռուսաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ Спокойной ночи, малыши, այն կենթանական աշխարհի ներկայացուցիչները, այո, ինձ մոտ ինչ որտեղ զարմանք առաջացրեց այն գաղափարը, որ դրանք իսկական կենդանիներ չեն։ Եվ ես հիշում եմ ավելի մեծ տարիքում, երբ ցուցադրեցին մարդկանց, ովքեր աշխատում էին կադրի ետևում, ես ապշել է, թե ինչ մեծ ահռելի լուրջ աշխատանք է տարվում մի փոքրիկ ներկայացման կամ փոքրիկ հաղորդման համար։ Այդ կադրից դուրս մարդիկ, ովքեր ձայնով, կերպարներով, նաև կյանք են ապրում այդ կենդանիների հետ, չէ՞։ Դավիթ ջան, այդ նույն աշխատանքը մենք այստեղ ենք արել։ Մենք ունեինք Վերում եմ դրան։ Մենք ունեինք մանկական հաղորդաշար եւ տիկնիկներով։ Ինչն էր լավ, որ տիկնիկները շատ հետաքրքիր ձևով ներկայացնում էին այն, ինչ որ կյանքում ոչ մեկը երեխային չէր ասում չի կարելի։ Իսկ մենք տիկնիկների միջոցով երեխաներին ասում ենք, այսինչ բանը չի կարելի անել։ Եվ այդ հաղորդումը շատ ընդունված էր այստեղ եւ շատ էին սիրում հաղորդումը։ Այսօր մի փոքր դժվար է մրցակցել, որովհետեւ մենք ունենք AI, եւ այսօր այնպես է ստացվել, որ երեխաները կարողանում են իրենց կերպարը անմիջապես մարմնավորել, ինչ որ մի բանի հետ ստեղծել եւ նայել եւ վայելել։ Եվ երեխաները ցավոք չեն խորանում, որ այդ փոքրիկ ներկայացումների մեջ մեծ աշխատանք, մեծ ժամանակ է ներդրվել եւ դա բավականին լուրջ մասնագիտություն է։ Նույն մուլտիպլիկացիան է թե վերցնում ենք, չէ՞, ես որ տարիներ առաջ տեսա, որ նկարում են եւ կադր կարողանում են ստանալ, այո, 10 րոպեանոց մուլտֆիլմ, որը մենք մի շնչով նայում ենք, ապշել է եւ լուրջ աշխատանք էր այստեղ։ Մրցակցության մասին եմ ուզում խոսել։ Բարդ է դիմակայել այսօր մրցակցությանը։ Ճիշտն ասած չեմ կարող ասել, որովհետև յուրաքանչյուր մարդ աշխատում է, յուրաքանչյուր մարդ յուրովի է ներկայացնում եւ այո, յուրաքանչյուր մարդ ունի իր ձեռագիրը, ճիշտ է ասում Արա։ Դրա համար այսօր ցավոք սրտի, որքան էլ ուզենք թե չուզենք, սերիալները կլանել են մեզ, սերիալները մեզ կերել են։ Եվ նայր այդ մենք խոսեցինք այդ գրագետ եւ անգրագետ մոտեցմանը, նույնը վերաբերում է նաեւ հեքիաթին։ Այսօր սկսել են ցավոք մի քիչ հավատալ հեքիաթներին։ Եվ մեր երեխաները բոլորը ուզում են միանգամից հեքիաթի հերոս դառնալ, բայց այդ ճանապարհը, որ նրանք անցնում են, որպեսզի դառնան հերոս, զլանում են, չեն ուզում։ Այստեղից է գալիս, գուցե դա ընդունել որպես ինչ որ մրցակցության մի էլեմենտ եւ երեխային ներգրավել այդ process-ի մեջ, ինչ եք կարծում։ Այդ իսկ պատճառով մենք ներգրավում ենք երեխաներին այդ process-ի մեջ եւ մեր երեխաները մեծ սիրով են գալիս եւ նույնիսկ իրենք են առաջարկություն անում։ Օրինակ, հենց երեք իմ թորնիկը ասաց, որ ինքը մասնակցում է եւ ասաց, որ ինքը նոր սցենար է պատրաստել նոր ներկայացման համար։ Եվ ինքը շատ է սիրում արվեստը, թատրոնը, բավականին մեծ աշխատանքներ են տանում նրանք էլ։ Այն ինչ որ ասվում է իրենց, ես դրանում շատ ուրախ եմ, որ իրենք նորովի են ուզում ներկայացնել։ Եվ աշխատում են դրա վրա։ Դուք նաև ես ականատես եմ եղել, գրեթե բոլոր ներկայացումներին ես մասնակցել եմ որպես հանդիսատես իհարկե, եւ տեսնում եմ ձեր անձնվիրական գործը, նվիրումը աշխատանքի հանդեպ, չէ՞, ոնց է կարողանում շատ արագ կերպարանափոխվել, սկզբից այս կերպարը, հետո այն կերպարը, սցենարին բնականաբար ամբողջությամբ ծանոթ եք, դժվար չէր։ Կարծես սովորել ենք դրան։ Դժվարությունների միջով, այո, ապրում ենք, դրա համար չեմ կարողանում ասեմ դժվար էր։ Կարծես դա մեր աշխատանքն է, մեր սովորական աշխատավոճն է դա։ Կարծես այդպես, ես այդ դժվարությունը այդ աստիճանի չեմ ընդունում եւ Իսկ գալիս է արդյոք մի շրջան, երբ արթնանում է ինչ-որ հիասթափություն։ Այո, լինում են պահեր։ Ինձ մոտ լինում են, ինչ գիտես Դավիթ ջան, այն որ դու աշխատում ես, այդպես քրտնաջան աշխատում ես եւ հետո
ինչ որ միտեղ, ինչ որ մի անկյունում հասկանում ես, որ ժողովուրդը շատ անտարբեր է նման աշխատանքի նկատմամբ։ Դե ժողովուրդը այսօր ամեն ինչի հանդեպ է անտարբեր։ Եվ դա քեզ կոտրում է, կարծես թե չպիտի կոտրի, իհարկե դու սիրում ես եւ նորից աշխատում ես, դա վարքյաններ է տևում իհարկե, բայց լինում է այդ process-ը։ Ինձ մոտ որ լինում է, ես իմ բնավորությունը այդ առումով շատ վատն է։ Ես շատ արագ կարողանում եմ կոտրվեմ, բայց շատ արագ նաև կարողանում եմ։ Երբեք ձեզ կոտրված չեմ տեսել եւ չեմ պատկերացնում ու փառք Աստծո։ Տեսել եմ ձեզ բեմում, տեսել եմ ձեզ բեմից դուրս։ Մեր անմիջական շփումների զրույցների ժամանակ միշտ ժպտեր ես, միշտ պոզիտիվ ու հետաքրքիր է, չէ՞, այդ ուժը որտեղ երևի Գրիգորից է գալիս, հա։ Իրար փոխանցում եք, հա։ Նաիրա ջան, դուք ինչպես եք վերաբերվում այդ հարցին։ Կոտրվելու մասին է խոսքը, սատվելու, հիասթափվելու։ Դա էլ է պետք, որ կոտրվում ես ու ավելի ուժեղ ես դառնում։ Ավելի ուժեղ ես դառնում, ես էլ կոտրվող մարդ եմ, շուտ հիասթափվում, շուտ չեմ հիասթափվում եմ, երբ որ վիրավորում են այն ամենանվիրականը ու անդադ մտածում ես ինչի ախր, չէ որ սա շատ սիրուն է, չէ որ սա ավելի կարևոր է, ավելի սիրուն է, քան այն ինչ որ դուք եք նախընտրել, բայց դու չես կարողանում հիմա, ինչպես ասացի, քայլել այդ ամենի հետ, բայց հետո հավաքվում ենք, ոչինչ, մենք հիմա ներկայացման միջոցով երեխաներին ցույց կտանք, հիմա ներկայացումը երաժշտական մեր բառերով, բայց մենք ես վստահ եմ, երեխաները գնալուց արդեն կհասկանան, որ խաբել չի կարելի, որ չի կարելի ուրանալ հարազատին, որ չի կարելի մի կտոր հացի համար թողել հարազատին։ Ես վստահ եմ երեխաները դրանով կգնան մեր դահլիճից, որտեղ դա տալիս ենք հեքիաթի նման եւ հետո մենք հարցերը ունենք ներկայացման վերջում։ Դա մեծ գաղտնիք է։ Այո, չեմ ուզում բացել շատ շակերտներ, երբ որ ես պետք է հարցեր տանք։ Ինչ եք կարծում, ով էր դրականը, ով էր բացասականը եւ կարծում եմ պատասխանները շատ ակտիվ կլինեն։ Տեսեք, որ մենք խոսում ենք փակագծեր բացել կամ չբացելու մասին, հետաքրքիր լրացում ես անեմ։ Այսօր ժամանակակից դարաշրջանում ապրելով, եթե այն թվերին, եթե ես հիշում եմ 20-30 տարի առաջ մենք թողնում ենք ինչ-որ մի կուլմինացիա, որպեսզի տեղի ունենա զարգացում, այսօր զուտ հակառակն է։ Այսօր կուլմինացիայից պիտի սկսենք, այսինքն այո, փակագծերը պիտի բացենք, որ ասենք ինչ է սպասվում։ Նույն եթե խոսենք Թումանյանի մասին, ես գիտեմ, որ Հայաստանում ցավոք ինքս չեմ տեսել, բայց դեռևս հանրային ռադիոյում աշխատելու տարիներին նոր սկսել են այդ նախաձեռնությունը, այդ QR կոդերի միջոցով թե ինչ կարողանում են կենթանացնել երեխաները, որպեսզի կարողանան նաև վիզուալ տեսնել իրենց հերոսին, հեքիաթների հերոսներին։ Երևան երբ գնացել էի, ցավոք ժամանակ չունեցա, որտեղ ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ոնց է դա կատարվում։ Նույն այստեղ, էլի ինչ որտեղ նաև երեխան գալիս է ներկայացման եւ նա պիտի ներկայացման մասնիկը դառնա։ Անպայման ներկայացմանը մասնակցի, դրանով իսկ եւ դաստիարակվում է, եւ ոգևորվում է, եւ ինչու ոչ նաեւ չես կարող ասել, կարող է վաղը մսոր այդ հանդիսատեսից ինչ որ ապագա դերասան դառնալ։ Իհարկե, կարող է ամեն ինչ լինել։ Այո։ Կարևորը չենք հուսահատվում։ Շարունակում ենք, ես արդեն հասկացա, որ կրթական նպատակը որն է ներկայացման, ժամանակակից էլեմենտներով, ձեզ եմ Սուսանա ջան ուզում դիմել այս հարցով, ես գիտեմ, որ դուք նաեւ ներկայացմանը երգերին եք մասնակից, չէ՞։ Նոր ինչ որ թարմ երգեր ձայնագրվի, ներկայացվի, տեքստերի հեղինակն եք դուք։ Չէ, Գրիգորն է։ Գրիգորն էլ չէ։ ու թիմի անդամներից։ Չէ, այս անգամ չէ, այս անգամ այդ երգերի հեղինակը մենք չենք, բայց մյուս անցյալ ներկայացման երգերի հեղինակը, բոլոր երգերի հեղինակը Գրիգորն է։ Ես հիշում եմ ներկայացումներից մեկի ժամանակ, որ դուք կարողանում եք հետաքրքիր նոր ժամանակակից երգերը հայերեն տեքստեր ավելացնելով մատուցել, որ հանդիսատեսը ասես ոգևորվում, ուրախանում, ապարում, շունն ու գատուն, եթե հիշողությունս չի դավաճանում, շատ տասնամյակներ առաջ եմ տեսել, այնտեղ երգ չկար։ Երգ չկար, այո։ Ինչ եք մտածել։ Մտածել ենք, այ դա է հետաքրքիրը, որ ցանկանամ որ գաս, նայես, այդ դեպքում կարծեմ դրանից հետո կարելի է մի հատ էլ հաղորդում անել ներկայացումից հետո տպավորությունները։ Մի բան էլ չեմ կարող չնկատել, ես հիշում եմ, ես նոր եի եկել Կալիֆոռնիա, Լոս Անջելես եւ առաջին ներկայացումը հենց ձերն էր, չեմ հիշում որ ներկայացումն էր։ Նոր տարվա ներկայացումներ։ Նոր տարուց հետո։ Նոր տարվա ներկայացմանը մասնակից է որպես զմր պապի։ Մեծերի ներկայացում էր, այո։ Թանել չէ փրթած մածուն։ Չեմ հիշում վերնագիրը, բայց ես հիշում եմ, որ ներկայացման շարունակությունը հենց ձեր տանն էր, որ էլի շատ գունեղ ներկայացում էր, որ դերասանների հետ մի սեղանի շուրջ նստած, ասել, խոսել, երգել, պարելով, այն
կարոտս ես առա այն հայաստանյան այդ թատերախմբերի Այդ եմ ասում։ Նարան ասում, որ Հայաստան եմ գնում։ շատ, ասեմ, տպավորված էի, հիմա էլ մտովի, որ տեղափոխվեցի, իսկապես մեծ բավականություն ստացա ու այդտեղից է գաղափարն առաջացա, որ այսօրվա ներկայացումները կարելի է դարձնել հանդիսատես դերասան եւ այդ կապող օղակը, որովհետեւ որպես կանոն հանդիսատեսի նաեւ հետաքրքրում է դերասանի բեմից դուրս կյանքը, այո։ Զարմանալի բան է, եւ այդ ինտերակտիվ կապի միջոցով ոնց որ այդ քաղցը հագենում է։ Ես կխնդրեի շատ կարճ նաեւ ներկայացնել մեր հանդիսատեսին ինչ որ խոսքերով, որպեսզի նրանք կարողանան եւ տոմսեր ձեռք բերել, ինչ կարելի է ասել, եւ գրավել նրանց ուշադրությունը այս հրաշալի ներկայացման նկատմամբ։ Ես սկսեմ դու կավարտես։ Խնդրեմ Նաիրա ջան, այո։ Հրավիրում ենք բոլորին եւ մեծերին եւ փոքրերին։ Ես վստահ եմ յուրաքանչյուր մարդու մեջ կապ չունի անկախ տարիքից։ Ապրում է երեխան եւ բոլորս կարիք ունենք հեքիաթի։ Հիմա այս խառը, տխուր, չգիտեմ, դժբախտություններով եւ տարբեր իրադարձություններով լի կյանքում բոլորիս հեքիաթը պակասում է։ Եվ բոլորին հրավիրում ենք։ Արխիվում հունիսի 1-ն է երեխաների պաշտպանության օրը, շատ լավ նվերի տարբերակ է։ Գնեք տոմսեր, բերեք ձեր երեխաներին, դուք էլ եկեք եւ ստացեք բավականություն։ Եկեք միասին կտրվենք առօրյա հոգսերից եւ ընկնենք հեքիաթների եւ երազների գիրկը։ Հրավիրում ենք սիրով, սպասում ենք եւ աշխատելու ենք եւ մատուցելու ենք ձեզ համար, չգիտեմ, նվիրաբար։ Սիրով սպասում ենք բոլորիդ։ Պոստերը եւս մեկ անգամ ցուցադրել մեր հեռուստադիտողների համար, համացանցով էլ չէ հնարավորություն կա տոմս ձեռք բերելու, այո։ Ինչպես կարող են համացանցով Նորից, չէ, համացանցով ավելի ճիշտ նորից նայում են մեր ռեկլամները եւ նորից զանգահարում են նույն համարով։ Ահա, շատ լավ։ Խնդրեմ։ Ես Դավիթ ջան, սիրով ուզում եմ հրավիրել մեր հանդիսատեսին, այն հանդիսատեսին նաեւ, ովքեր միշտ եկել են, միշտ հիացմունքով դուրս են եկել թատրոնից։ Քանի որ մեր հանդիսատեսը երբ որ գալիս է երեխաների հետ, երեխաներից առավել մեծերը հիացմունքով նայում են։ Երեխաները նայում են տիկնիկների խաղը, ուրախանում են դրանով, իսկ մեծերը բնականաբար տեքստով են հիանում։ Եվ տեքստով, եւ երաժշտությամբ, եւ տիկնիկների խաղով, եւ ամեն ինչով բոլորը հիացմունքով նայում են եւ հիացած դուրս են գալիս։ Այնպես որ Սիրելիներս, բոլորիդ հրավիրում եմ համեցեք հունիսի 7-ին ժամը 3-ին եւ շուն ու կատու ներկայացումը ձեզ մեծ բավականություն կպատճառի։ Դե ինչ, ինձ մնում է միայն վերջում ավելացնել, որ թատրոնը իսկապես կյանք է, թատրոնը մշակույթ է եւ եկեք անմնացորդ չմնանք։ Լցնենք մեր կյանքը հենց թատրոնով, հենց այս մշակույթով, մասնավորապես երբ խոսքը վերաբերում է Հանճարեղ Հովհաննես Թումանյանի Շունն ու կատու ներկայացմանը, որը նորացված, գեղեցիկ եւ նորովի ձեզ մատուցելու է Հայք թատերախումբը։ Այնպես որ բաց մի թողեք այդ հնարավորությունը, տոմսեր դեռ վաճառքում կան, բայց տեղերը խիստ սահմանափակ են։ Շնորհակալ եմ անչափ այսօր մեր հրավերությունելու համար։ Շատ շնորհակալ ենք Դավիթ ջան, շատ գեղեցիկ եւ բովանդակալից հաղորդում անցկացնելու համար։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր էր եւ շատ հաճելի։ Իդեպ հարգելի հեռուստադիտողներ, չեմ կարող չասել, որ Հայք թատրոնը սիրով ընդունելություն է կազմակերպում 5-ից բարձր տարիքով երեխաների համար։ Ձեր երեխան կարող է ընդգրկվել թատրոնի ներկայացումների մեջ, կարող է կրթվել, կարող է սովորել եւ անմնացորդ չմնալ մշակույթից։ Այնպես որ կարող եք զանգահարել վերենշված հեռախոսահամարով ընդունելությանը մասնակցելու համար։ 31 տարի Լոս Անջելեսում գործող Հայք թատերախումբը սիրով հրավիրում է ձեզ վայելելու Շունն ու կատուն մանկական ներկայացումը։ Ձեզ սպասվում է նոր ու ինքնատիպ բեմադրություն, կենդանի կերպարների եւ տիկնիկների մասնակցությամբ։ Գունավոր կերպարներն ու ուրախ երաժշտությունը կստեղծեն հեքիաթային մթնոլորտ, իսկ ուսուցողական պատմությունը կսիրվի թե փոքրիկների, թե մեծահասակների կողմից։ Ներկայացումը հագեցած է ժպիտներով, պարերով եւ բարի խորհուրդներով։ Շտապեք, տեղերը սահմանափակ են։